Խաղաղություն է ասում, բայց Ռուսաստանի հետ թշնամանք է հրահրում։ Հատուկ է անում ձեր կարծիքով, արդյոք Ռուսաստանի հետ թշնամանալն օգուտ է մեզ։ Պարզ չէ, որ վնաս կբերի։ Գիտեք ինչ կա, մի լավ խոսք կա ժողովրդական ասում է, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հիմա ռուս ազգի դեմ ամբողջ աշխարհը կռիվ անան։ Այդ վրացու օրինակը, ուկրաինացու օրինակը, այս ազգին խրատ չեղավ, օղ չեղավ, ընկնի ականջները հասկանան, որ ոնց կարելի է ուժեղ։ Սովորական մարդը, որ սովորական շարքային քաղաքացի է, անկախ իրանից այդ նա գրագետի ուժեղի կողքը։ Բայց դուք մի ուր եք ուզում եք, Եվրոպան ինչ է տվել այս ազգին, բացի լրբությունից, ուրիշ մի բան տվել է։ Այսօրվա իշխանությունը դժբախտաբար այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ դակավին թերևս ավելի ցերնդու է նաև Ադրբեջանի։ Մենք այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները խզած եւ չենք խզած ենք։ Ածոմի որ գսեն, որ ոչ վամպիր, որ ոչ մենած է, ոչ ողջ է։ Ռուսաստանի հետ ոչ զինագից ենք, ոչ զինագից չենք։ Հապկի հետ սարետուցած ենք մեր անդամակցությունը։ Այսինքն եթե վաղ Ադրբեջան հարցակի հապկի բիդեսը, որ տուն սարետուցիլ մենք բարդավոր չենք։ Սակայն հապկից դուրս չի գալիս։ Եվրոպական միության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչ-որ դաշնակցային հարաբերություններ ստեղծել կամ մտերմիկ կամ տենց բարիդրացիական հարաբերություններ, ինչ-որ դիվանագիտական, դա նույն բանն է, որ կարետի բնան հետ խաղանես առանց պաշտպանվելու էլի։ Եթե հասկանա բոլորին, ինձ թվում է, որովհետև Եվրամիության հետ այսօր բարեկամ լինելը մի քիչ խելքին մոտիկ բան չի։ Այդ նույն Եվրոպայի շնորհիվ էր էլի, որ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստան։ Այդ նույն Եվրոպայի շնորհիվ որ այսօր ունենք Արցախ։ Եվ ոնց կարելի է այսօր հավատալ Եվրոպացուն։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Միայն կբերի աղետալի վիճակի կբերի այս երկրին։ Որովհետև էլ եմ ասում, բոլոր տեսակի պտուղ բանջարեղեն այլ կուլտուրաներ արտահանվում են եւ մեծ սպառող շուկան մեր Ռուսաստանն է։ Հեռուստացիայով լսում ես առաջին մակարդակով ասում ավելի լավ է Թուրքի շունդելնես քան թե Ռուսի սապոկ։ Մեր հիմնական կարևոր շուկան, որ սպառող է հենց Ռուսաստանի դաշնությունն է, ասենք ում հետ ենք մենք ուզում հարաբերությունները վատացնենք։ Լրիվ զրոյացում ամեն կողմից ամեն ինչով։ 80% մեր հայերը Ռուսաստանում են, մեկ իմ աղջիկս։ Եթե ստեղ մնար սովամահին լինում, դեղ էլի աշխատում են, գոյատևում են։ Լրիվ կզրոյացնի։ Ինչի անում, ինչ է կարծում։ Եվրոպային կուզում գնան։ Այդ ով կընդունի Եվրոպան։ Եվրոպան շիվարա իր ազգին ինչ անի, ոնց անի մնացի հայերին տերկայնի։ Շատ խիստ հետևանքների, որովհետև անմիտ տահած քաղաքականություն վարելով, գիտեք ինչ, Աբովյանը մեզանից ավելի խելացի մարդ էր, մենք ընդունենք դա, այսօր մասից սարա հանելով, զինանշանի վրայից կամ չգիտեմ, բեղծելով, կեղծելով ու այլն պատմությունը, հայոց պատմությունը, եթե մենք փորձում այսօր ղեկավարը բացել ասում է Հայաստանի պատմություն, իսկ ով չունեցավ անցյալ, չի կարող ունենալ ապագա։ Անցյալից սխալներից պիտի դասեր քաղել, որպեսզի ճիշտ կանխատեսեն ապագան։ Ակառակ դեպքում չի լինի։ Շատ վատենան է, որտեղ մենք ամբողջությամբ թելերով կապված ենք Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատանան, այնպես ես ռուսամետ եմ, բայց եթե վատացան, մեր ամբողջ տնտեսությունը կփլուզվի ուղղակի։ Ոչ մի խաղաղություն էլ չկա։ Արևմուտքի Ամերիկայի ծրագիրն է, Ռուսաստանին այս տարածաշրջանից հանեն, անունը դնելով Եվրոպա, մեզի տանում է Թուրքի տակ, Թուրքի պատասխանը, Թուրքի լծի տակ է պարկսնում, ոչ մի մենք Եվրոպային երբեք պետք չենք։ Եվրոպային մենակ պետք ենք, որ այսպես տրանսգենդերներին բերի լծի Երևան, այլանդակություն, երբևիցե այնա, տեսեք օրինակը Ուկրաինան, օրինակը Վրաստանը, Եփեր Եվրոպային պետք Ուկրաինան, ոչ մի հատ էլ պետք չէ։ Երբ որ Ռուսաստանի հետ մենք հարաբերությունները կփչացնենք, այս երկիրը գոյություն չի ունենալու։ Մենակ ես ասել եմ հարաբերությունները լավացնելով։ Ամեն ինչը պետք է հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ։ Ոչ թե գալ կեղտոտ խաղերի մեջ մտցնել, անունը դնել Եվրոպա, մենք Եվրոպա երբեք չենք գնալու։ Մենք գնալու ենք ավելի շուտ Թուրքիա, չեմ